իշխանությունն ասում է եկեղեցին անջատ է պետությունը, այդ սկզբունքը չի մեկնաբանվել։ Հիմա օրինակ նա ես դե հիմա իրավաբան չեմ, բայց եթե ասում եմ եկեղեցի անջատ է պետությունից, մեկը սենց հա, ասում է հա, բայց կարա ինքը քաղաքական կարծիքներ արտահայտի։ Օրինակ ես դες չեմ հասկանում, դա պետք է միած համանդրական դատարան եւի դիմեն։ Կարա։ Մեկնաբանեն։ Կրոնի մասին օրենքներ։ Այդ ոնց է, բայց հա, բայց որ գծերով է գնում, ասենք որ եկեղեցու սպասավորը քաղաքացիական շարժում ան, ասենք ակտիվիզմով է զբաղվում։ Դա հիմա կոչանում։ Դա հիմա չի կարանի։ Դե այդ եմ ասում, այդ գիծը հա, բայց այդ եկեղեցու հոգևոր առաջնորդի կողմից արված քաղաքացիական շարժումը նույնն է, որ դու անես որևէ շարժում, որևէ կերպ չի տարբերվում։ Դե հիմա այդ է, էլի, հիմա դու օրենքի մակարդակում էլի նկատի։ Նայ, եթե դու նայ, հիմա այսինքն դու համ հոգևոր իշխանություն ունես, համ էլ քաղաքական իշխանություն ունես։ Ես էլ կարա հիմա դե բանը մեծան էլ համարում է 4 իշխանություն ունես, կարաս ասես դու էլ իշխանության կարող ես որևէ լրագրողի, ասես որևէ ռեսուրսները դու մի համեմատի, բայց կարա չէ լինի մի հատ այլ մեդիա կազմակերպություն, որ ունենա այդքան ռեսուրսներ, տեսականորեն։ Կարա, ինչի՞ կարա։ Ուղղակի այդ գիծը ես չեմ տենում հստակ։ Ինձ համար օրինակ դա հստակ չի, որ փուլից է համարվում, որ ինչ որ բան օրինակ միջազգային կոնվենցիա է խախտվում, չգիտեմ, ես այդ բանը չեմ հասկանում։ Հետո էլ, հա, ասենք հիմա եթե տենց շարժվենք, ասենք մարդը կա ասում օրենքով նե շարքել, որ բանը սրբազաններից մեկը լինի, բան, քաղաքապետի թեկնածու օրինակ։ Կարա վարչապետը այդ եմ ասում։